Մենք նախագահին հաջորդ օրը ազատելու ենք իր պաշտոնից։ Եթե ինքը հրաժարական չտա, իմպիչմենտի ենք ենթարկելու, հանելու ենք։ Հայաստանը պետք է ունենա նախագահ, որը չի գցնում Ալիևին, էլի, ասենք ես այդ կադրերը որ նայել եմ ոնց է մեր նախագահը, մեր երկրի նախագահը, գնացի Ալիևին գցնվում։ Այն կադրերը որ ինքը գնում է Տավուշի մարզ ասում է, այս տարիքի մարդ եմ առաջի անգամ տեսնում եմ մեր պետական սահմանը։ Այդ մարդուն ինչ անենք մենք։ Մենք այդ մարդուն պահում ենք, որ ինչ չլինի։ Մարդը նորա մեր պետական սահմանը։ Մարդը ինքը մեր սահմանը չի ճանաչում, այսինքն մեր մնացած սահմանը ինքը չի ճանաչում։ Ինքը ճանաչում է 12.9 կիլոմետրը, ոնց որ Ալիևը։ Այսինքն սա ինչ է։ Եվ այս իմաստով ես ուզում եմ ասել, որ մենք քաղաքական էգոիզմը ուզում ենք սպանել, չլինի քաղաքական էգոիզմ, որ չէ ես պետք է լինեմ, չէ ես, այ ախպեր ջան, հանգստացեք։ 21 թվին եք տենց արել ու ձևավորել եք մի հատ պարլամենտ, որը խայտառակություն է։ Ամենախայտառակ բաներն ա եղել այս վերջին 5 տարիների ընթացքում։ Դրա համար մենք ուզում ենք մարդկանց հետ շատ անկեղծ խոսանք։ Տեսեք, մենք չենք եկել ասում, Ժողովուրդ ջան, մենք հաղթում ենք ընտրությունները, մեզ ընտրեք, ես վարչապետ եմ դառ։ Մենք չենք եկել ձեզ խաբենք։ Մենք անկեղծ ասում ենք մենք պարլամենտական ուժ կարող ենք լինել ձեր աջակցությամբ, եւ ես վստահ եմ, որ լինելու ենք։ Հարցնում եք ինչ եք անելու, ասում եմ բազմաուժ ազգային համաձայնության կլինի անունը, ոնց կլինի կառավարությունա պետք ձևավորել։ Այդ իրար մի սուտելը պետքա դադարեցնել։